Միջազգային արբիտրաժային դատական ակցիաներ եւ գործընթաց այս գործի պատճառով միանշանակ լինելու է, արդեն կա Ստոկհոլմի գործընթաց, դուք գիտեք, ինչը նշանակում է, որ ծանր հարված է Հայաստանը ստանալու առնվազն երկու պատճառով։ Կարող ենք մոռանալ երկարաժամկետ ներդրումների մասին, որտեղ կա տնտեսությանը ներդրումային միջավայրին իշխանության բիղտ միջամտություն, այդտեղ մոռացեք ներդրումների մասին, այդ երկրներից փողը փախչում է։ Սա նշանակում է, որ մենք առաջիկայում հազարավոր նոր փակված աշխատատեղերի ենք ականատես լինելու եւ ընդհակառակը նոր հնարավորություններ, որ կարող էր ունենալ մեր տնտեսությունը, այդ հնարավորությունները վերանալու են, որտեղ կրկնում եմ, որևէ ներդրող Հայաստան չի գալու ներդրումներ կատարելու, երբ տեսնում է, որ իշխանությունը սեփական քմահաճույքից կամ ելնելով կամ սեփական քաղաքական օրակարգը սպասարկելու նպատակով ուղղակի կարող է բիզնես խլել։